Բարև ձեզ, Ստեփան Գրիգորյան YouTube-յան ալիքի մասնակիցներ, ողջունում ենք ձեզ բոլորիդ։ Այսօր հուլիսի 17-ն է, մենք շարունակում ենք մեր աշխատանք։ Շատ հետաքրքիր թեմաներ մենք ունենք այսօր քննարկելու։ Ուկրաինայում փոխվեց կառավարությունը, բայց Զելենսկին նախագահ Ուկրաինայի չի կարող փոխել պաշտպանության նախարարին։ Հասարակությունը ի պաշտպանության նախարարի բարձրացրեց մեծ աղմուկ։ Ինչ է դա կապված դա, այդ ինչ process է։ Հունգարիայում նոր ընտրված վարչապետը Պետր Մadzիարը ուզում է ազատվել Օրբանի ժամանակվա նշանակված նախագահից։ Ստեղ էլ հետաքրքիր process-ներ են գնում։ Պարզ է, մենք կխոսենք նաև նրա մասին, որ փչանում են հարաբերությունները Թուրքիայի Ռուսաստանի հետ, Թուրքիայի համար Ռուսաստանը այլևս հետաքրքիր չի, Ռուսաստանը հանձնեց Ղարաբաղը Թուրքիայի խնդրանքով Ադրբեջանին, այլևս Թուրքիայի համար Ռուսաստանը պետք չի, ու հիմա բավական բարդ հարաբերություններ են գնում, սրվում են հարաբերությունները, Ռուսաստանը նույնիսկ սանկցիաներ սկսեց մտցնել Թուրքիայի մարգերի վրա, Թուրքիայի դեղցերի, ծիրանների վրա չի թողնում, որ իրանք մտնեն ռուսական շուկա, այդ ինչ process է, ինչի հետ է կապված, հիմքը որն է, քաղաքական է, բայց որ քաղաքականության հիմքն է։ Այսօր մենք նորից կանդրադառնանք այն process-ի, որը գնում է Հայաստանում Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված։ Լուրջ process է գնում, նաև այդ թվում սկսվեց process արգրավման, օտարման Գագիկ Ծառուկյանից իր օբյեկտների, իր գործարանների։ Այս ինչ է կատարվում, ինչքան ես հասկանում եմ, Նիկոլ Փաշինյանը իր սպառնալիքները ինքը զգուշացրել է, որ ինքը մի քանի մարդկանց բոմժ է դարձնելու ու անպայման կվերադարձնի ժողովրդին պետականությանը այն ինչ այս դեմքերը օտարեցին ժողովրդից ժամանակ առաջ ու ինչքան հասկանում եմ հետևողական է Նիկոլ Փաշինյանը, քանի որ մեծ հիմա process է գնում է Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված, բոլորդ գիտեք, դրա մասին մենք խոսացել ենք, բայց հիմա սկսվեց նոր փուլ process-ի հետ։ Հիմա սկսեցին օտարել Գագիկ Ծառուկյանից իր օբյեկտները, ոչ միայն խուզարկել, ստուգել, ոնց են աշխատում, չգիտեմ, իրան ձերբակալեցին, բացի դրանից դատական process-ներ են գնում տարբեր օբյեկտների հետ կապված, բացի դրանից սկսվեց process օտարելու իր սեփականությունը։ Ուրեմն շատ հետաքրքիր մեզ սպասում է այսօրվա թեմաները, շատ հետաքրքիր թեմաներ են մեզ այսօր սպասում, ես միայն կխնդրեմ ձեզ բաժանորդագրվել, կիսվել, լայքել, որ մեր YouTube-յան ալիքը ել ավելի ակտիվ աշխատի ու տարածի իր ինֆորմացիան, մենք տարածենք մեր ինֆորմացիան, մեր քննարկվածը սփյուռքայության մեջ, Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեջ։ Ուրեմն Նիկոլ Փաշինյանը ինքը 2 օր առաջ սոցցանցերում գրառում արեց, ինքը արձակուրդում է, գրառում արեց, որտեղ ես ուզում եմ անցկացնել իմ արձակուրդը ու եկավ այն եզրակացության, որ Երևանում պետք է անցկացնի, քանի որ ինքը ասում է Երևանում փայլուն սպասարկում է, շատ լավ կաֆեներ, ռեստորաններ կան, հանգստի վայրեր կան, նայելու բաներ, լիքը բաներ կան ու ինքը ասում է, քանի որ սպասարկումը եվրոպական մակարդակի է կամ նույնիսկ եվրոպականից ավելի լավ, ես կմնամ Երևանում ու ստեղ կանցկացնեմ իմ արձակուրդը։ Ես պետք է ասեմ, որ կիսում եմ այդ կարծիքը Նիկոլ Փաշինյանի, քանի որ եղել եմ 45 թե 46 երկրներում, զգալի մասը այդ երկրներից եվրոպական երկրներն են, իրոք սպասարկումը Հայաստանում այս ոլորտում, туриզմի ոլորտում, հանգստի ոլորտներում շատ մակարդակը բարձրացել է, նայեք մեր իրոք ոլորտը ծաղկող ռեստորանների, կաֆեների կամ նայեք հոթելները
հյուրանոցները կառուցված, ինչքան մեծ թվով են ու բավական լավ սպասարկող ունեցող։ Ես կիսում եմ իր կարծիքը, նայեք հայկական մեր ուտեսները, մեր խոհանոցը, ինչքան գրավիչ է մարդկանց համար, туриզմը աճում է, ստեք ես իր հետ համաձայն եմ։ Դուք գիտեք, որ կա միջազգային կազմակերպություն Taste Atlas, որը պարբերաբար անցկացնում է ուսումնասիրություններ այս խոհանոցների մակարդակը տարբեր երկրներում ու 100 երկրներում ուսումնասիրություններ անցկացրել են։ Օրինակ 7-րդ տեղում է Թուրքիան, դες ուտեսները Թուրքիայի ճանաչում է աշխարհը 7-րդ տեղում է։ Մենք 87-րդ տեղում ենք։ Ադրբեջանը 67-րդ տեղում է, Վրաստանը 21-րդ տեղում է։ Ինչ եմ ուզում ասել։ Ինչքան մենք հետ ենք ընկած այն մեր հարևան երկրներից այս հարցում, հողանոցի հարցում, ուտեսների հարցում։ Ինձ հավատացեք, նորից կրկնում եմ, ես եղել եմ 45 թե 46 երկրներում, շատ ու շատ երկրներում մի քանիսը անգամ եմ եղել, ինձ հրավիրել են պարլամենտներով, հրավիրել են կառավարություններով, նաև այդվում հարգանք ցուցաբերում էին, հրավիրում էին տարբեր տեղեր, նաև ռեստորաններ, նաև կաֆե, կոպիտ ասած, նաև պատիվ էին տալիս բացի համատեղ աշխատանքներից, ինձ հավատացեք, մեր հողանոցը, մեր ուտեսները լավագույնն են աշխարհում։ Բայց ինչի այս ուսումնասիրությունները անցկացով մենք միայն 87-րդ տեղում են։ Իրոք մենք պետք է սովորենք ռեկլամաներ, ներկայացնել մեր հարստությունը, մեր ավանդույթները նաև այդում այս ոլորտում, ուտեսների ոլորտում, հողանոցի ոլորտում, որ այս ձևի տեղեր չզբաղեցնենք 87-րդ տեղ, մինչդեռ Վրաստանը, մեր հարևան ժողովուրդը, հարևան երկիրը 21-րդ տեղում է։ Իրանը 42-րդ տեղում է։ Նորից կրկնում եմ, մենք ունենք աշխարհի ցույց տալու շատ բաներ, բայց դրա համար պետք է հենց туриզմը զարգացնես, հենց туриզմի հետ կապված, որ մարդիկ գան, իմանան, որ հետո քվեարկեն իօգուտ քո ավանդույթների, իօգուտ քո հողանոցի։ Մյուսը ես հատուկ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանին։ Ինչու։ Ինքը վերջի օրերից մեկում անցկացրեց Գեղարքունիքի մարզում հանդիպում տեղի ոստիկանների հետ, տեղի ոստիկանության ղեկավարների հետ, բայց տարբեր մակարդակի, նաև բաժինների, համայնքների բաժինների ղեկավարների հետ ու այնտեղ քննարկել են տարբեր հարցեր, նաև այդ թվում ընտանեկան բռնություն։ Թավով պետք է ասեմ, որ ընտանեկան բռնության օրինակները բավական շատ են, մեծ են մեզ մոտ։ Դուք գիտեք, մենք բոլորս հայերս շատ սիրում, հարգում ենք մեր ավանդույթները, նաև ընտանիքի հետ կապված ավանդույթները, հարգանք իրար նկատմամբ, երեխաների նկատմամբ սեր, ես չէ որ ձեզ պետք է պատմեն դրա մասին, սփյուռքայությունը պահպանում է այդ մեր ավանդույթները, փայփայում է այդ ավանդույթները, մենք Հայաստանում գտնվող նաև զարգացնում ենք նույնիսկ այս ավանդույթները դեպի դրականը, դեպի ուժեղ ընտանիք, երեխաներին տալիս են կրթություն, մեր ուղեղում մենակ դա է ապրել, որ երեխաները մեր կրթություն ստանան, կարողանան օգտակար լինել իրենց եւ մեր երկրին ու դժբախտաբար այնուամենայնիվ կան օրինակներ, երբ որ ծանր սոցիալական վիճակը առաջերտին բերում է նրան, որ առանձին ընտանիքներում կա բռնություն երեխաների նկատմամբ, կանանց նկատմամբ ու այդ process-ով պետք է զբաղվի պետական ինստիտուտները, հասարակությունը։ Գիտեք, մենք ձեզ հետ խոսացել ենք, ինչ շոկի մեջ էի ես, երբ որ իմացա, դուք հիշում եք դա մի քանի ամիս առաջ էր, երբ որ փոքր բալիկ 1 տարի 2 ամսական ծեծելով սպանեցին։ Խորթ մայրը ծեծելով սպանեց։ Ուր էր նայում հայրը չեմ հասկանում։
կամ մի բալիկին խեղդեց իր հայրը, չգիտեմ ինչու, ինչ թմրադեղերի տակ էր, թե ինչ էր։ Ուրեմն չնայած որ մենք ունենք փայլուն ավանդույթներ, փայլուն լավ հիմքեր եւ լավ փայլուն ընտանիքներ, այնուամենայնիվ լինում են դեպքեր ու դրանով պետք է զբաղվի եւ իշխանությունը եւ հասարակությունը ու Արփինե Սարգսյանին ողջունում եմ, որ այդ թեման ինքը բերեց ներքին գործերի նախարարություն որպես կարևորագույն թեմա, որ մեր երեխաները պաշտպանված լինեն։ Նույնիսկ եթե սոցիալական ծանր վիճակում է ընտանիքը, նույնիսկ եթե ինչ-որ ծանր հարաբերություններ են ընտանիքում, երեխաները պետք է պաշտպանված լինեն հասարակության կողմից եւ պետության կողմից։ Մյուսը ինչի մասին ուզում եմ ասել, Ադրբեջանը, դուք գիտեք, առևտուր է անում մեզ հետ, տալիս է մեզ ուղարկում է բենզին, դիզել, Հայաստան այս աշխարհում ալեկոծվող դա վատ չի, ընդհանուր առմամբ կես տարվա մեջ իրանք ուղարկել են ապրանքներ ու առաջերտին նավթա մթերքներ, բենզինը, դիզելը մոտավորապես 17 միլիոն դոլարի, Ադրբեջանից նաև հիմա գալիս է շինարարական պլաստիկ նյութեր, ես հույսով եմ, որ ինչ-որ պայից նաև մեկ կուղարկենք մեր ապրանքները Ադրբեջան, բայց ցանկացած դեպքում այդ օրինակաբերում են, որ ինչ-որ տեղաշարժ առևտրի ոլորտում, կոմունիկացիաների ոլորտում Ադրբեջանի հետ գնում է։ Շատ կարևոր նիստ էր մեր ԱԱԾ-ում, ազգային անվտանգության ծառայությունում։ Այնտեղ եվրոպացիների հետ քննարկվում էր մեր սահմանների համալիր կառավարման հիմնախնդիրները։ Հիմա պատրաստվում է մեծ փաստաթուղթ, ռազմավարություն եւ ծրագրեր կապված այս սահմանների համալիր կառավարման խնդիրների հետ։ Անչափ դա կարևոր է։ Այ մենք խոսում ենք վիզա լիբերալիզացիայի մասին, ես երեք չարաչորը ասացի, որ շատ լավ է, որ կենսաչափական անձնագրերը սկսեցին մասսայական տպել Հայաստանում, դա նշանակում է կարևորագույն քայլ մենք արեցինք ազատական վիզա ունենալ Եվրոմիության հետ, բայց եթե դու չես կառավարում սահմանները, ինչի մասին է խոսքը։ Ոնց կարա Եվրոմիությունը բացել իր սահմանը մեր քաղաքացիների առջև, եթե մենք մեր սահմանները չենք կառավարում։ Խոսքը դուք ինձանից լավ հասկանում եք, խոսքը ակնարկս նա է, որ մենք մեր սահմանները մենք պետք է կառավարենք։ Օրինակ նույն սահմանը Թուրքիայի հետ, նույն սահմանը Իրանի հետ։ Այնտեղ դեռ կան ռուս սահմանապաններ։ Ու շատ լավ է, որ այդ ուղղությամբ եվրոպացիք հիմա խորացնում են հարաբերությունները մեր սահմանապահների հետ ու քննարկում են այդ հարցերը։ Հիմա Ուկրաինայի հետ կապված։ Ուկրաինան փոխվեց վարչապետ, Սերգեյ Կորեցկին եկավ վարչապետ Ուկրաինայի նախագահ Զելենսկի սահմանադրության համաձայն մտցնեց իր տեխնացությունը, Ռադան Ուկրաինայի գրեթե միաձայն քվեարկեց, պարզ է, նոր վարչապետ թարմացումը ուզում է մտցնել պարոն Զելենսկին, բոլորը կողմ էին, հասկանալի է դա, բայց Սերգեյ Կորեցկին ինքը Ուկրաինայի այդ նավթոգազի գլխավոր տնօրենն է։ Ուրեմն այս լոբիստական թևը եկավ իշխանության Ուկրաինայում։ Ու դուք կարող եք լավ հիմա իրանց կառավարության անդամներին կբերեն, կհաստատեն, բայց կան երկու պաշտոններ, բացի վարչապետից, էլի երկու պաշտոն, պաշտպանության նախարար եւ արտգործնախարար, ում տեխնացությունը պետք է անձամբ Զելենսկին մտցնի Ռադա, որ Ռադան հաստատի, ու այս process-ի ժամանակ կառավարության հաստատման եւ վարչապետի Ուկրաինայի եւ այլ անդամներին բոլորը անցան, բացի այս երկու պաշտոններից։ Զելենսկին չի մտել, չի ներկայացրել նոր պաշտպանության նախարարի եւ արտգործնախարարի տեխնացությունները։ Ինչի հետ է կապված, կարող եմ ասել պաշտպանության նախարարի դեպքում։ Դուք գիտեք, Ուկրաինայում այս տարվա հունվարին փոխվեց պաշտպանության նախարար, պարոն Ֆյոդորովը դարձավ պաշտպանության նախարար Ուկրաինայի, որը փայլում է աշխատում, դուք տեսնում եք ինձ մեծ հաջողությունների հասնում է Ուկրաինան, այդ նախարարը շատ ու շատ փոփոխություններ կատարեց, տենդերներ մտցրեց, որ կոռուպցիա չլինի բանակում, շատ լավացրեց, ու հիմա վտանգ կա, որ Իրան կփոխեն, քանի որ նոր կառավարություն է։ Ու գիտեք ինչ է կատարվում Ուկրաինայում, որը պատերազմի մեջ է։
ամբողջ Ուկրաինայում բողոքի ակցիաներ են գնում, որ այդ Ֆյոդորովին չփոխեն։ Այդա ցույց է տալիս ինձ, որ Ուկրաինան կդառնա պետություն, լավ ուժեղ պետություն։ Դա է պատճառը, որ պարոն Զելենսկին չհամարձակվեց ժողովրդի դեմ դուրս գալ ու փոխել Ֆյոդորովին։ Ինչով կավարտվի պատմությունը անպայման ձեզ տեղյակ կպայեմ, բայց փաստը մնում է փաստ։ Դոնալդ Տրամպը հիշում եք ուզում էր տուրքեր հավաքել այն նավերից, որոնք Հորմուզով դուրս են գալիս, ինքը հիմա ուզում է ամբողջությամբ Հորմուզի նեղուցը վերահսկողության տակ վերցնել, դժվար է ասել կստացվի թե ոչ, ինքը ասում է ստացվում է, բայց ինքը ասեց տուրքերից տուրքեր ես չեմ դնի, դուք գիտեք դա մեծ աղմուկ բարձրացրեց, այդ ինչ տուրքեր եք ուզում հավաքել, դա նավագնացության միջազգային նորմերի դեմ է։ Միացյալ Նահանգները շարունակում են ռմբակոծությունը Իրանի։ Երեք էլ ասեցի, երեք չարաչորը նոր ալիք ռմբակոծությունների այսօր գիշերը եղավ։ Շարունակում են ամերիկացի ռմբակոծել, ես ինչքան հասկանում եմ, իրանք ուզում են ամբողջությամբ Հորմուզի նեղուցը վերահսկել։ Կստացվի թե ոչ դժվար է ասել։ Ռուսաստանը, դուք գիտեք, Ռուսաստան-Թուրքիա հիմա կան խնդիրներ, S-400-ը Թուրքիան ուզում է հանել, տանել արաբական աշխարհ ծախել, Ռուսաստանը կտրականապես դեմ է, քանի որ Ռուսաստանը S-400-ը տվեց Թուրքիային, որ Թուրքիան ՆԱՏՕ-ն թույլատնի, հասկացաք, այդ հակաօդային համակարգը հիմա հետևում է ՆԱՏՕ-ի համակարգերին Թուրքիայի տարածքից, ՆԱՏՕ անդամի տարածքից, ու դրա գինը նա էր, որ Թուրքիան դա արեց ի օգուտ Ռուսաստանի, որ Ռուսաստանը հանձնի Ղարաբաղը Ադրբեջանին։ Հիմա պարզ է Ղարաբաղի հարցը լուծվեց, Թուրքիան թքած ունի, հիմա ուզում է փոխել ու սրվել են հարաբերությունները ռուս-թուրքական։ Դու գիտեք Ուկրաինան Ազով ծովում եւ Սև ծովում ռմբակոծում է նաեւ թուրքական նավերը, նաև այդում լցանավերը, որ նավթը դուրս չբերվի ծովերով ու նաև ռմբակոծում է այդպես կոչված հիշում եք այնտեղ կա գազամուղ կապույտ հոսք այդ կապույտ հոսքի բաներն էլ վնասեցին ուկրաինացիք ու Թուրքիան ոչ մի բան չի ասում Ռուսաստանը իդեմս Սերգեյ Լավրովի արտգործնախարարի հայտարարեց, այդ ինչ է կատարվում, դուք թույլ եք տալիս, որ այդ գազամուղը վնասվի Ուկրաինայի կողմից, թույլ եք տալիս, որ ձեր նավերը պայթացնեն ուկրաինացիք ու ոչ մի բողոք չեք ներկայացնում ու բացի դրանից Թուրքիայի արտգործնախարար Ֆիդանը երեք Ուկրաինայում էր ու Ուկրաինայում ինքը պայմանավորվեց, որ եթե խաղաղություն հաստատվի, զինադադար հաստատվի, Թուրքիան կմտնի այն երկրների շարքի մեջ, ովքեր երաշխավորներ կլինեն, որ Ուկրաինայի վրա Ռուսաստանը էլ չի հարձակվի ու Թուրքիան վերցրեց իր վրա Սև ծովը։ Դες Թուրքիան եթե զինադադար հաստատվի Ռուսաստան-Ուկրաինա, վերցնում է իր վրա Սև ծովով թույլ չտալու, որ Ռուսաստանը հարձակվի։ Անչափ ուժեղ հարված Ռուսաստանին Թուրքիայի կողմից, Ռուսաստանը այդքան դժգոհ էր, որ Ռոսսելխոզնադզորը փակեց Թուրքիայի մթերքների համար Ռուսաստանի շուկան։ Հիմա դեղցը, ծիրան, այլ մթերքները Թուրքիայի չեն կարող մտնել Ռուսաստանի շուկա։ Ես ինչի այդ օրինակները բերում են, որ Պուտինը իրոք հակառուսական քաղաքականություն էր վարում, Պուտինը լուծելով Ղարաբաղի հարցը ի վնաս մեզ, ի օգուտ Ադրբեջանի եւ Թուրքիայի, հույսով էր, որ Թուրքիան կշարունակի ՆԱՏՕ-ի դեմ աշխատել, Թուրքիան կշարունակի Ռուսաստանի մոտ լինել կանգնած, հիմա վերջի Թուրքիայի քայլերը Ռուսաստանի դեմ ահավոր ուժեղ են։ Ու անցնում եմ կարևորագույն այսօրվա հարցին, պարոն Ծառուկյանի, դուք բոլոր այդ պատմությունները գիտեք, խուզարկություններ Գագիկ Ծառուկյանի օբյեկտներում, խուզարկություններ իր տանը, դուք հիշում եք այդ պատմությունները, նաև հիշում եք այդ պատմությունները, որ մի մասը գործարանների հիմա չի աշխատում, մարդիկ մտածին առանց գործ, գնում է մեծ process-ը, բայց հիմա անցավ այդ process-ը վերջի 2 օրը նոր փուլ։ Սկսվեց process
բռնագանձելու process Գագիկ Ծառուկյանից իր օբյեկտների։ Օրինակ multi wellness այդ շենքը տրվեց Երևանի քաղաքապետարանին կամ Արարատ ցեմենտ գործարանը տրվեց Հայաստանի կառավարության կառավարմանը, то есть արգրավման օտարման process-ը Գագիկ Ծառուկյանի սեփականության օտարման process-ը իօքուտ Հայաստանի Հանրապետության, իօքուտ քաղաքապետարանի Երևանի հիմա գնում է պլանավորվում է բռնագանձել իրանից 75 օբյեկտ անշարժ գույք Այն մյուս բաները չեմ ասի 100 մոտավորապես 106 միլիարդ դրամի կարգի գումար պետք է ինքը մուծի եւ այլ այս process-ը հիշում եք Նիկոլ Փաշինյանը խոստում էր տալիս բոմժ դարձնել Իրան եւ այլ այդ process-ը հիմա թափով գնում է Նյուանսների մասին հիմա չեմ մտնում դատարանի որոշումները առանձին դեպքում կա օրինակ Արարատ ցեմենտի փոխանցումը կառավարման Արարատ ցեմենտի մեր կառավարությանը դա հակակոռուպցիոն դատարանի որոշումներ այլ նյուանսների մասին հիմա չեմ մտնում պարզ է շատ հարցերում պետք է լինեն դատարանի որոշումները բայց այդ մեծ process-ը գնում է Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված Պարզ է շատ բաներ կապված արդարության վերականգնման հետ, շատ բաներ կախված այդ նախկինում այն ցավոտ process-ների, որ մենք հաճախ քննադատում ենք նախկինները թալաներ են, չգիտեմ, են այս process-ը մարդիկ սպասում էին երկար ու պարզ է հիմա ուշադիր հետևում են այս process-ի, որը գնում է Գագիկ Ծառուկյանի դեմ ուղղված։ Ես ավարտեցի իմ ելույթը, միջ նոր հանդիպումներ